Զանգեզուրի միջանցքի նախագիծ չկա, Թեհրանում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային երկխոսության համաժողովի ժամանակ։ Նրա խոսքերը իրանական IRNA լրատվական գործակալությունն է մեջ բերել։ Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը։ Խաղաղության խաչմերուկն է հայկական կողմը հակադրում բոլոր խոսակցություններին, որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, վստահեցրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որ հավանաբար այդ հարցերը քննարկել է իրանցի պաշտոնյաների հետ, արտգործնախարարի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, նախագահի հետ։ Այն, որ երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները հանդիպում են Թեհրանում, դա խոսում է այն մասին, որ այստեղ բավականին լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվելու եւ փոփոխություններ են արվելու եւ այդտեղ Իրանը որոշիչ դեր է ունենալու։ Եվ նաեւ ես կարծում եմ որոշակի պատգամ եւ որոշակի ուղերձ Իրանից կփոխանցվի Հայաստանի իշխանություններին, ինչ քայլերից զերծ մնալու կամ ինչ որ հարցերում պայմանավորվածություններ չխախտելու հետ կապված։ Միջազգայնագետի համոզմամբ Զանգեզուրի միջանցքի անգամ քննարկումների բացակայության մասին Գրիգորյանի հայտարարությունը գոնե հիմա հիմնավորված է։ Բալասանյանը վստահ է գրեթե մեկ ամիս առաջ Բաքու այցի ժամանակ Իրանի նախագահ Փեզեշքյանը վերջնականապես փակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Իրականությունը ըստ էության այնտեղ է, որ Զանգեզուրի միջանցքի թեման այսպես փակված է եւ Իրանի նախագահ Փեզեշքյանը իր Բաքու կատարած վերջի այցի ժամանակ դրա նախորդին AzTV հեռուստաընկերությանը տվեց հարցազրույց եւ այնտեղ հստակ նշեց, որ ադրբեջանցիները ավարտում են Նախիջևանից Իրան կամուրջի կառուցումը եւ ճանապարհի կառուցումը եւ այդ ճանապարհն է օգտագործվելու Ադրբեջանի կողմից Տարանցիկ իբրև Նախիջևանը այսպես մայրցամաքային Ադրբեջանին կապելու համար դրանով ըստ էության փակելով Զանգեզուրի միջանցքի թեման։ Ինչ որ պայմանավորվածությունների են կարողացել հասնել Թեհրանն ու Բաքուն, որոնց հիման վրա Ադրբեջանը գոնե ժամանակավորապես հանել է մտքից Սյունիքով անխոչնդոտ ճանապարհ ստանալու մտադրությունը։ Իրանը ճանապարհ է առաջարկում իր տարածքով, ու այս պահին այլընտրանք չի մնում Բաքվին։ Ադրբեջանը այս պահին չունի այլ հնարավորություն, քան գոնե ժամանակավորապես հրաժարվել այդ խնդրից։ Ադրբեջանն էլ որոշակի պայմանավորվածության եւ պարտավորությունների ներքո այժմ չի բարձրացնում այդ թեման, որովհետեւ գիտի, որ դա փակ է։ Թեման չի փակում Թուրքիան։ Այդ երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցք ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Իսկ ինչու են թուրքերն այդքան շահագրգռված, բնական է։ Թուրքիան դեռ չի ցանկանում ընդունել, որ Իրանը իր ձեռքից վերցրեց նախաձեռնությունը, ըստ էության փակեց Զանգեզուրի միջանցքի հարցը։ Իրանը դա անում է սեփական անվտանգությունից ելնելով, նկատում է միջազգայնագետը։ Տարածաշրջանում սահմանների անխախտելիությունը պաշտպանող Թեհրանը առաջին հերթին ուզում է անխախտ պահել իր սահմանը։ Իրանը վստահ չէ, որ այդ ճանապարհի արդյունքում կասկածելի էլեմենտներ չեն ներթափանցի տարածաշրջան եւ ինչ որ բայ գնացքից ուղղակի չեն նետվի Արաքսը եւ չեն մտնի Իրանի տարածք խնդիրներ ստեղծելով Իրանի համար։ Իրանը այստեղ ինչ անում է իր համար։ Ուղղակի այսպես Աստծո շնորհիվ եւ Աստծո կամքով նաեւ Իրանի շահերը համապատասխանում են Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերին։ Չի լինելու Զանգեզուրի միջանցքը այն ձևաչափով, որ թուրքերն ու ադրբեջանցիներն էին պլանավորել եւ Իրանը կարծես թե այս հարցում վերջակետը դրեց։ Բալասանյանը չի բացառում, որ վերջակետը կարող է բազմակետ դառնալ։ Այս պահին է պետք օգտագործել իրավիճակը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։